Ինչու ուշացած եկավ։ Նիկոլ Փաշինյանը, չէ, դուք ուշադիր չեք։ Պարոն Փաշինյանը ոչ միայն լսել է, պարոն Փաշինյանը այս տեխնիկական խնդիրը, որտեղ վերջինը 20 րոպե ընդունումը քարտուղարության աշխատակիցների դերացման պատճառով պետք է տեղի ունենա։ Ես հիմա իբերություն դա կնշեմ, քանի որ արդեն վերնագրերում է։ Կտան ձեզ հնարավորություն։ Դա պարտադիր է, դա կանոնական օրենքի պահանջ է, իսկ կանոնական օրենքը սահմանադրական է։ Եվ մոնտիկասացիա։ Իսկ ինչու եք ուշացել։ Ինչ ասես, լսեց ձեզ։ Ափսոս է 20 րոպե։ Դուք Ես եմ ինչու կարծում եկաք։ 20 րոպեն ափսոս։ Բայց ինչու եք ուշում։ Չի լսում ես աղջիկ։ Դե հասկացան քարտուղարությունը ասել է։ Ընդամենը քարտուղարությունը իր պարտականությունն է տեղյակ պահի, որ հաջորդ ելույթը դուք եք, բայց ես կարծում եմ, որ տեղյակ պահի։ Բայց այստեղ նիստեր, չէ՞, դուք պետք է։ Հետո ինչ նիստի ընթացքում պատվոնների դուրս են գալի, ներս են գալի, վերջին աշխով դուք գիտեք ինչ եմ դուրս եկել։ Ուզում եք եկել իմանալ։ Բայց օրինակ վարչապետն այստեղ կառավարության անդամները պարոն Քոչարյան դուք հանձնաժողովի նախագահ մարդ ինչու ներկա չէիք։ Հիմա կգնամ եւ վերուտ կունենամ եւ հակիրճ ձեր հարցի պատասխանը դուք կլսեք, ուշադիր եղեք։ Բայց դուք արդեն վերնագրերում ձեր ում պատճառով եղավ այս ընդմիջումը։ Ես հիմա կասեմ, որ դա իմ պատճառով էր եւ քարտուղարության։ Լարված էին ձեր եւ պարոն Փաշինյանի հարաբերությունը, որտեղ մամուլը գրեց ինչպես է Փաշինյանը։ Մամուլը, եթե դուք եք, դա դուք ամբողջ մամուլը Մենք տեսանյութերն ենք տեսել։ Շատ լավ եք անում, այո, բնականաբար ցանկալի չէ, որ ինչ որ պատճառով 20 րոպե։ Եվ պարոն Քոչարյան, վարչությունից ձեզ երաշխավորագիր տվող եղավ, թե ոչ, ով։ Կհրապարակվի կտեսնեք։ Դե ասեք։ Շատ ծառակշիռ Վարշանը։ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ։ Ալեն Սիմոնյանը, մի րոպե։ Գախնի բաժին եւ ինչ Ես չեմ ուղարկել գախնի բաժին։ Ես այս կանոնական օրենքի պահանջ։ Դուք որտեղ եք։ Դե թողեք ձեր գործընկերը եւ ժողովուրդ օրացերտին, չէ։ Ես այս կանոնական օրենքի պահանջ ուղարկել Պարոն Քոչարյան, ներողություն ով ձեզ տվեց երաշխավորագիրը, դա կասեք։ Կհրապարակվի իմանաս ինչ ես ուզում որ առաջ դրամանը չես աշխատում։ Դիմել եք արդեն։ Իսկ դուք նեղվում եք, որ դուք սխալ բաներ եք հրապարակում ժողովրդը, պարբերաբար։ Ես օրինակ արդեն չեմ նկատում ձեր հրապարակումները, այ դրանից նեղվեք, ժողովրդին։ Չէ, մենք չենք նեղվի։ Դե ինչի՞ կներվեք, դե ձեր գործը խառնաշփոթ ստեղծելու, դուք ո՞նց կարաք։ Մեր գործընկերներին խնդրում ենք։ Իսկ մեր գործընկերներին, ես ձեզ եմ խնդրում, եղեք զուսպ, կլինեք դուք։ Խնդրում եմ ուշադիր հետևեք իմ զեկույցին։ Կհետևենք։ Նյուզեյը գրել էր, ում պատճառով եղավ այս հետազոտումը։ Հիմա ես կասեմ իմ պատճառով, Տիկին Խաչատրյան, եւ ոչ մի։